Որևէ քաղաքացու վարկային գիծ ինչպես եւ Գալստյանը հայտարարել էր, կասեցված չէ։ Որևէ քաղաքացու վարկային գիծը, ինչպես եւ հայտարարվել էր, կասեցված չէ։ Ասեմ ավելին, պահանջները գնալով սրվում են, ասեմ ավելին, որ դիմում են բանկերը նենք ու խորամանկ քայլերի, նոտարական հրամաններ են արձակում քաղաքացիների նկատմամբ, այսինքն սուր դրված է այդ ապօրինի պահանջը, ինչ իմաստ ուներ հասարակությանը ապակողնորոշել եւ նման հայտարարություններ անել, հա, եւ հետո ուզում եմ խոսել այն մասին, որ տվյալ պաշտոնյան ասում էր իբրև յուրաքանչյուր кейս առանձին պետք է ուսումնասիրվի, ասեմ, որ դա անհնարին է, նման բան չի կարող լինել, որովհետև զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների իրական քանակը 10,000-ից ավելի է։ Ուրեմն այս կառույցում եւ համապատասխան բաժնում աշխատակիցների թիվը չի հասնում 30-ին։ 30 հոգով 10,000 հոգու գործ, ոնց են անհատապես խորը քննելու, սա էլ է անհնարին։ Ես չեմ հասկանում, մերկապարանոց դա անիմաստ հասարակության, սա ես կարծում եմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե եւ օբյեկտիվ կարծիքն է, որ սա հասարակությանը ապակողնորոշելու միտում ունի։ Եվ այս տրամաբանությամբ եւ սա արդեն հովանավորչություն է բանկերի նկատմամբ։ Նրանց պարտականությունն է պաշտպանել քաղաքացիներին, ոչ թե բանկերի շահերը սպասարկել, հա։ Սա այս ինչ մոտեցում է, սա անհանդուրժելի է եւ սա պիտի գրավի հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը։